Շղթաների կրծուն Սաղմոս 91, 107, 18, լիակատար ազատագրում ամեն չար լծից։ Կա. Արդյոք ձեր կյանքում ինչ-որ բան, որից կարծես չեք կարողանում ազատվել, անկախ նրանից, թե որքան եք փորձում, վարքային օրինաչափություն, որը տասնյակ անգամներ փորձել եք կոտրել, բայց միշտ վերադառնում է, կախվածություն, որը կարծես իր ճանկերն ամուր խրված է ձեր մեջ, անհաջողությունների ցիկլ, որը կրկնվում է սերնդեսերունդ ձեր ընտանիքում, իրավիճակ, երբ դուք ձեզ զգում եք թակարդված, կապված, շղթայված, անկարող առաջ շարժվել, անկախ նրանից, թե որքան եք փորձում։ Եթե այս հարցերից որը մեկին պատասխանել եք այո, ես պետք է ձեզ ասեմ մի շատ կարևոր բան։ Սա թուլություն չէ, սա կամքի ուժի պակաս չէ, սա պարզապես բնավորության թերություն չէ, դուք գործ ունեք հոգու շղթաների հետ, անտեսանելի շղթաներ, որոնք կապում են ձեր հոգին, խանգարում են ձեզ ապրել այն առատ կյանքով, որը Հիսուսը բերելու եկավ։ Աստվածաշունչը լայնորեն խոսում է շղթաների, բանտերի ազատագրման մասին։ Հիսուսը սկսեց իր հանրային ծառայությունը, կարդալով Եսայիայի մարգարեությունը, որն ասում էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ աղքատներին բարի լուր հռչակելու, նա ուղարկեց ինձ բանտարկյալներին ազատություն հռչակելու կույրերին, տեսողության վերականգնում, ճնշվածներին ազատ արձակելու, ազատություն գերիներին, ազատություն ճնշվածներին։ Սա Հիսուսի ծառայությունն էր, շարունակում է մնալ, նա եկավ շղթաները կոտրելու, նա եկավ բանտերը բացելու, նա եկավ կապվածներին ազատելու։ Եվ եթե դուք հիմա լսում եք այս աղոթքը, դա նշանակում է, որ ձեր ազատագրման պահը եկել է։ Պատահական չէ, որ դուք գտել եք այս բովանդակությունը։ Պատահական չէ, որ ինչ-որ բան ձեզ այստեղ է քաշել։ Սուրբ Հոգին գործում է ձեր կյանքում։ Նա ձեզ պատրաստում է ազատության մի փորձառության, որն ամբողջությամբ կփոխակերպի ձեր պատմությունը։ Բայց նախքան առաջ գնալը, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ազատագրումը պահանջում է մասնակցություն։ Դա այն բանը չէ, որը պարզապես տեղի է ունենում, մինչ դուք պասիվ լսում եք։ Դուք պետք է պատրաստ լինեք հրաժարվելու, պատրաստ լինել խոստովանելու, պատրաստ լինել թողնելու, պատրաստ լինել փոխվելու։ Եթե դուք պատրաստ եք դրան, եթե դուք իսկապես վճռականորեն տրամադրված եք ազատ լինելու, ապա եկեք միասին կոտրենք ձեր կյանքի վրա դրված յուրաքանչյուր կապանք։ Գտեք մի տեղ, որտեղ կարող եք գաղտնիություն ունենալ, այս աղոթքը կպահանջի, որ դուք բարձրաձայն որոշ բաներ ասեք, այն կպահանջի, որ դուք դիրքեր զբաղեցնեք, այն կպահանջի, որ դուք հայտարարեք հրաժարման մասին, եթե հնարավոր է կանգնեք, սա իշխանության, բախման, պատերազմի դիրքորոշում է, դուք այլս պաշտպանողական դիրքում չեք, դուք անցնում եք հարձակման, այսօր շղթաները կընկնեն։ Երկնային Հայր, ես գալիս եմ քո գահի առջ, Հիսուս Քրիստոսի անունով, կենդանի Աստծո որդու, նրա ով մահացավ հարություն առավ, նրա ով իջավ դժոխք վերցրեց մահվան ու դժոխքի բանալիները, նրա ով ունի ամբողջ իշխանությունը երկնքում երկրի վրա։ Տեր, այս լսող մարդը կարիք ունի ազատագրման։ Նրանք հոգնել են բանտարկված ապրելուց։ Նրանք ուժասպառ են անկոտրում թվացող շղթաների դեմ պայքարելուց։ Նրանք փորձել են ինքնուրույն ազատվել, ձախողվել են։ Բայց այսօր նրանք այստեղ են քո առջ, ընդունելով, որ միայն դու կարող ես կոտրել այս շղթաները։ Դրսորիր քո զորությունը հիմա։ Թող Սուրբ Հոգին առաջնորդի այս աղոթքը։ Թող յուրաքանչյուր խոսք լինի մուրճի հարված շղթաներին։ Թող յուրաքանչյուր հայտարարություն լինի բանալի, որը բացում է կողպեքներ։ Ազատագրում հիմա, Հիսուսի անունով։ Եկեք սկսենք նրանից, թե ինչ է ասում Աստծո խոսքը գերության ազատագրման մասին։ Սաղմոս 107-ում մենք հզոր նկարագրություն ենք գտնում այն մարդկանց մասին, ովքեր բանտարկվել ազատ են արձակվել Աստծո կողմից։ Նրանք, ովքեր նստած էին խավարի մահվան ստվերի մեջ, կապված չարչարանքներով երկաթների մեջ, որովհետև ապստամբեցին Աստծո խոսքերի դեմ արամարեցին Բարձրյալի խորհուրդը։ Այս համարը մեզ ցույց է տալիս մի կարևոր բան։ Հաճախ շղթաները գալիս են ապստամբության անհնազանդության հետանքով։ Երբ մենք շեղվում ենք Աստծո ճանապարհներից, երբ արամարում ենք նրա խորհուրդը, երբ ընտրում ենք հետել մեր սեփական ցանկություններին նրա կամքի փոխարեն, մենք դռներ ենք բացում թշնամու համար, որպեսզի նա մեզ որոգայթի մեջ գցի։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր շղթա անձնական մեղքի արդյունք է։ Կան ժառանգական շղթաներ, ուրիշների կողմից պարտադրված շղթաներ, որոնք առաջացել են խոցելիության պահերին։ Բայց հարցն այն է, որ մենք պետք է քննենք մեր կյանքը, տեսնենք, թե արդյոք կան բաց դռներ, որոնք պետք է փակվեն։ Հետաբար, նա խոնարհեցրեց նրանց սրտերը չարչարանքով։ Նրանք սայթաքեցին, ոչ ոք չկար նրանց օգնելու։ Երբ մենք կապված ենք, մեր սրտերը խոնարհվում են։ Հույսը նվազում է։
Մենք անընդհատ սայթաքում ենք։ Եվ հաճախ թվում է, թե ոչ ոք չկա օգնելու։ Դուք նույնացնում եք դրա հետ։ Զգում եք, որ ձեր սիրտը խոնարհված է, որ դուք միշտ սայթաքում եք, որ ոչ մի օգնություն հասանելի չէ։ Ես լավ լուր ունեմ։ Օգնություն կա։ Հաջորդ համարը ցույց է տալիս, թե ինչ է պատահում, երբ մենք աղաղակում ենք Տիրոջը։ Ապա նրանք իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, նա ազատեց նրանց իրենց տառապանքներից։ Նա նրանց դուրս բերեց խավարից ու մահվան ստվերից, կոտրեց նրանց շղթաները։ Նրանք աղաղակեցին, Աստված ազատեց նրանց։ Աստված նրանց դուրս բերեց խավարից։ Աստված կոտրեց շղթաները։ Նույնը հիմա կպատահի ձեզ հետ։ Դուք աղաղակում եք։ Եվ Աստված լսում է։ Եվ շղթաները կոտրվում են, մինչ դուք աղոթում եք։ Թող նրանք գովաբանեն Տիրոջը նրա բարության մարդկանց որդիների համար, նրա հրաշալի գործերի համար։ Որովհետև նա կոտրել է բրոնզե դարպասները, երկու մասի է բաժանել երկաթե նիգերը։ Բրոնզե դարպասներ, երկաթե նիգեր։ Սա խորհրդանշում է ամենաամուր բանտերը, ամենաանթափանցելիները։ Բանտեր, որոնք, կարծես, անհնար է բացել։ Բայց Աստված կոտրում է դրանք։ Աստված կոտրում է դրանք։ Աստծո համար չափազանց ուժեղ դարպաս չկա։ Նրա զորության համար չափազանց դիմացկուն փական չկա։ Հիմա անցնենք Սաղմոս 18-ին, որտեղ Դավիթը վկայում է Աստծո կողմից իրեն տրված ազատագրման մասին։ Ես սիրում եմ քեզ, Տեր, իմ զորությունը։ Տերն իմ ժայռն է, իմ ամրոցը, իմ ազատարարը։ Նշում, իմ ազատարարը։ Դավիթը Աստծուն ճանաչում էր որպես ազատարար, քանի որ ազատություն էր ապրել։ Նա ազատագրվել էր սավուղից, թշնամիներից, անհնարին իրավիճակներից։ Եվ նույն Աստվածը, որը ազատագրեց Դավթին, նա է, որ պատրաստվում է ազատագրել նա քեզ։ Մահվան վշտերը շրջապատեցին ինձ, անաստվածության հեղեղները ճնշեցին ինձ։ Դժոխքի վշտերը շրջապատեցին ինձ, մահվան որոգայթները դիմագրավեցին ինձ։ Դավիթն ամբողջությամբ շրջապատված էր։ Կապված մահվան որոգայթներով։ Թվում էր, թե ելք չկար։ Գուցե հենց այդպես էլ դու ես զգում հիմա։ Շրջապատված։ Զարմացած որոգայթներով։ Առանց տեսանելի ելքի։ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը, աղաղակեցի իմ Աստծուն։ Նրա տաճարից նա լսեց իմ ձայնը, իմ աղաղակը հասավ նրա ականջներին։ Դավիթը աղաղակեց, լսվեց։ Քո աղաղակը հիմա հասնում է Աստծո ականջներին։ Նա լսում է։ Նա պատրաստվում է գործել։ Նա բարձրությունից ձեռք մեկնեց ինձ ու բռնեց, խոր ջրերից դուրս հանեց ինձ։ Նա փրկեց ինձ իմ հզոր թշնամուց, նրանցից, ովքեր ատում էին ինձ, որովհետև նրանք ինձանից ուժեղ էին։ Աստծո ձեռքը մեկնված է, քեզ բռնելու դուրս բերելու համար։ Ազատագրում բազմաթիվ ջրերից, որոնք սպառնում էին խեղդել քեզ։ Ազատագրում քեզանից ավելի հզոր թշնամիներից։ Քեզ ուժ պետք չէ քո շղթաները հաղթահարելու համար։ Աստված ունի անհրաժեշտ ուժը։ Նա ինձ տարավ մի ընդարձակ վայր։ Նա ազատեց ինձ, որովհետև հաճույք էր ստանում ինձնից։ Ազատագրումից հետո գալիս է ընդարձակ վայրը։ Շղթաներից հետո գալիս է առատ ազատությունը։ Եվ նկատեք պատճառը։ Որովհետև նա հաճույք էր ստանում ինձնից։ Աստված ազատում է ձեզ, որովհետև հաճույք է ստանում ձեզնից։ Ոչ թե որովհետև դուք արժանի եք դրան։ Ոչ թե որովհետև դուք վաստակել եք այն։ Այլ որովհետև նա սիրում է ձեզ, հաճույք է ստանում ձեզ ազատ տեսնելուց։ Հիմա եկեք անդրադառնանք Սաղմոս 91-ին, հաստատելու այն պաշտպանությունը, որը կապահովի ձեր ազատությունը ազատ լինելուց հետո։ Նա, ով բնակվում է Բարձրյալի ապաստարանում, կհանգստանա Ամենակարողի ստվերում։ Ազատագրումը պետք է ուղեկցվի Աստծո ներկայությամբ բնակվելով։ Հիսուսը պատմեց մի առակ անմաքուր ոգու մասին, որը լքում է մարդուն, թափառում անջուր վայրերում, հանգիստ փնտրելով չի գտնում, ապա որոշում է վերադառնալ այն տունը, որտեղից եկել է։ Երբ այն վերադառնում է, տունը գտնում է դատարկ, մաքրված, կարգի բերած։ Ապա գնում է իր հետ, բերում է իրենից ավելի չար 7 այլ ոգիներ, մտնում, բնակվում այնտեղ։ Եվ այդ մարդու վերջին վիճակը դառնում է ավելի վատ, քան առաջինը։ Դասը հստակ է, բավարար չէ ազատվել, անհրաժեշտ է լցնել այդ տարածքը Աստծո ներկայությամբ։ Երբ դուք բնակվում եք Բարձրյալի ապաստարանում, թշնամու համար տեղ չկա վերադառնալու։
Որովհետ նա կփրկի ձեզ թռչնորսի որոգայթից մահացու համաճարակից։ Աստված կփրկի ձեզ թակարդներից։ Բայց դուք պետք է զգոն լինեք, որպեսզի կրկին նույն թակարդների մեջ չընկնեք։ Թռչնորսը կփորձի նոր ցանցեր գցել։ Նա կփորձի կրկին բռնել ձեզ։ Բայց երբ դուք կապված եք Աստծո հետ, նա զգուշացնում է ձեզ, շեղում է ձեզ պաշտպանում թակարդներից։ Դուք չեք վախենա գիշերվա սարսափից, ոչ ցերեկը թռչող նետից, ոչ խավարում թաքնվող ժանտախտից, ոչ կեսօրին կործանող ժանտախտից։ Ազատագրումից հետո վախը այլս կարիք չունի ձեզ տիրելու։ Թշնամու զենքերը կորցնում են իրենց զորությունը։ Դուք քայլում եք իշխանության մեջ, այլ ոչ թե վախի մեջ։ Դուք կկոխեք առյուծի կոբրայի վրա, դուք կկոխեք առյուծի ձագին օձին։ Սա ազատությունը պահպանելու իշխանությունն է։ Դուք ոչ միայն փախչում եք չար ուժերից, այլ կոխոտում եք նրանց։ Դուք ջախջախում եք նրանց։ Նույն իշխանությունը, որը Հիսուսն ունի, տրված է ձեզ։ Հիմա ես ձեզ կուղեկցեմ ազատագրման գործընթացով։ Այս գործընթացը ներառում է 4 քայլ՝ խոստովանություն, հրաժարում, կոտրում, ինքնաբավարարում։ Մենք յուրաքանչյուր քայլը կանենք ուշադիր անկեղծորեն։ Առաջին քայլը՝ խոստովանություն։ Աստվածաշունչն ասում է, որ եթե խոստովանենք մեր մեղքերը, Աստված հավատարիմ արդար է, մեզ ներելու մեր մեղքերը մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Խոստովանությունը վերացնում է թշնամու օրինական իրավունքը մեզ վրա։ Երբ խոստովանում ենք, մենք Հիսուսի արյունը կիրառում ենք մեղքի վրա, փակում ենք բաց դուռը։ Հայր, խոստովանում եմ քո առաջ ամեն մի մեղք, որը շղթաների դռներ է բացել իմ կյանքում։ Խոստովանում եմ այն մեղքերը, որոնք հիշում եմ, այն մեղքերը, որոնք մոռացել եմ։ Խոստովանում եմ մտքի, խոսքի, գործի մեղքերը։ Խոստովանում եմ քո, իմ մերձավորի ինքս ինձ դեմ գործված մեղքերը։ Ես ոչ մի արդարացում չեմ գտնում։ Ես չեմ նվազեցնում դրանք։ Ես ընդունում եմ, որ մեղք եմ գործել, որ իմ մեղքը ծանր է քո առաջ։ Բայց նա ընդունում եմ, որ Հիսուսի արյունը բավարար է բոլոր մեղքերը մաքրելու համար։ Հետաբար, ես հիմա ներում եմ խնդրում։ Լվա ինձ գարան արյունով։ Մաքրիր ինձ ամեն անօրինությունից։ Հեռացրու իմ հոգում գոյություն ունեցող ամեն մի բիծ։ Եթե կան կոնկրետ մեղքեր, որոնք Սուրբ Հոգին հենց հիմա հիշեցնում է ձեզ, խոստովանեք դրանք կոնկրետ։ Անհրաժեշտ չէ բարձրաձայն ասել, եթե շրջապատում կան այլ մարդիկ։ Դա կարող է լինել ձեր սրտում։ Բայց կոնկրետ եղեք։ Անվանեք մեղքը։ Ընդունեք դրա լրջությունը։ Եվ ստացեք ներում։ Երկրորդ փուլ՝ հրաժարում։ Հրաժարվել նշանակում է պաշտոնապես հրաժարվել, հայտարարել, որ այլս չես ուզում ինչ-որ բանի մաս կազմել։ Կյանքում կան բաներ, որոնցից պետք է հրաժարվել, ազատ լինելու համար։ Հիսուս Քրիստոսի անունով ես հրաժարվում եմ օկուլտիզմի հետ կապված ցանկացած կապից։ Ես հրաժարվում եմ մեդիումների, գուշակների, աստղագուշակների, ափսոսողների հետ ցանկացած խորհրդակցությունից։ Ես հրաժարվում եմ սպիրիտիստական սեանսներին, ումբանդայի ծեսերին, կանդոմբլեին կամ որևէ այլ կրոնի, որը բացառապես հիմնված չէ Տեր Հիսուս Քրիստոսի վրա, մասնակցությունից։ Ես հրաժարվում եմ թալիսմանների, հմայքների, ենթադրաբար պաշտպանիչ առարկաների ցանկացած օգտագործումից, որոնք Աստծուց չեն գալիս։ Ես հրաժարվում եմ ժողովրդական բուժման, օրհնությունների հոգոր անցագրերի ցանկացած կիրառումից։ Ես հրաժարվում եմ յուրաքանչյուր պայմանագրից, որը կնքվել է գիտակցաբար կամ անգիտակցաբար հոգոր ուժերի հետ, որոնք ճշմարիտ Աստվածը չեն։ Ես հայտարարում եմ, որ յուրաքանչյուր պայմանագիր խախտվել է Հիսուսի արյունով։ Յուրաքանչյուր հոգոր պայմանագիր խզվել է։ Յուրաքանչյուր չար դաշինք խզվել է։ Ես բացառապես պատկանում եմ Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի անունով ես հրաժարվում եմ յուրաքանչյուր սեռական մեղքից, որը դռներ է բացել իմ կյանքում։ Ես հրաժարվում եմ պոռնոգրաֆիայից, դրա միջոցով ստեղծված յուրաքանչյուր հոգոր կապից։ Ես հրաժարվում եմ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններից ստեղծված յուրաքանչյուր հոգոր կապից։ Ես հրաժարվում եմ իմ մեջ պահած յուրաքանչյուր անմաքուր մտքից։ Ես հրաժարվում եմ իմ կիրառած կամ օգտագործած յուրաքանչյուր սեռական այլասերվածությունից։ Ես հայտարարում եմ, որ մաքրվել եմ Հիսուսի արյունով։ Հոգու յուրաքանչյուր կապ կտրված է։ Յուրաքանչյուր կապ կոտրված է։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է, ես այն կրկին նվիրաբերում եմ Տիրոջը։ Հիսուս Քրիստոսի անունով ես հրաժարվում եմ ինձ ստրկացնող յուրաքանչյուր կախվածությունից։
Ես հրաժարվում եմ ալկոհոլից, եթե այն ինձ վերահսկել է։ Ես հրաժարվում եմ թմրանյութերից, ինչ էլ որ դրանք լինեն։ Ես հրաժարվում եմ ծխախոտից։ Ես հրաժարվում եմ չարաշահող դեղամիջոցներից։ Ես հրաժարվում եմ խաղամոլությունից, խաղադրույքներից, այն ամենից, ինչը կախվածություն է առաջացնում, վերահսկողություն է առաջացնում։ Ես հրաժարվում եմ հարկադրական ուտելուց։ Ես հրաժարվում եմ ցանկացած նյութից կամ վարքից, որը Աստծո տեղը զբաղեցրել է իմ կյանքում։ Ես հայտարարում եմ, որ ազատ եմ։ Այս բաներն այլս իշխանություն չունեն ինձ վրա։ Ես կարող եմ ասել ոչ։ Ես կարող եմ դիմադրել։ Ես ավելին եմ, քան նվաճող։ Հիսուս Քրիստոսի անունով ես հրաժարվում եմ իմ մեջ ապրած յուրաքանչյուր կործանարար զգացումից։ Ես հրաժարվում եմ այն ատելությունից, որը պահել եմ սրտումս։ Ես հրաժարվում եմ տարիներ շարունակ աճեցված վրդովմունքից։ Ես հրաժարվում եմ այն դառնությունից, որը թունավորել է իմ հոգին։ Ես հրաժարվում եմ վրեժխնդրության ցանկությունից։ Ես հրաժարվում եմ նախանձից։ Ես հրաժարվում եմ հպարտությունից։ Ես ընտրում եմ ներել բոլոր նրանց, ովքեր ինձ վիրավորել են։ Ես հիմա ազատում եմ նրանցից յուրաքանչյուրին։ Ես այլս չեմ կրելու վիրավորանքի ծանրությունը։ Ես ամեն ինչ հանձնում եմ Աստծո ձեռքը, ստանում ազատություն։ Հիսուս Քրիստոսի անունով ես հրաժարվում եմ իմ կյանքի վրա իմ ընտանեկան տոհմի միջոցով եկած յուրաքանչյուր ժառանգական անեծքից։ Ես հրաժարվում եմ մեղքի այն ձերից, որոնք կրկնվում են սերնդեսերունդ։ Ես հրաժարվում եմ աղքատության, հիվանդության, ձախողման, վաղաժամ մահվան, ամուսնալուծության կախվածությունների անեծքներից, որոնք եկել են իմ նախնիներից։ Հիսուսի արյունը կոտրում է յուրաքանչյուր անիծյալ ժառանգություն։ Ցիկլն ավարտվում է ինձանով։ Իմ տունը ես կծառայենք Տիրոջը։ Իմ երեխաները, իմ երեխաների երեխաները ազատ կլինեն։ Երրորդ փուլ, ազատագրում։ Հիմա մենք ակտիվորեն կազատվենք Հիսուսի անվան զորության շղթաներից։ Ես կանգնած եմ այն իշխանության ներքո, որը Հիսուս Քրիստոսը տվել է ինձ։ Նա ասել է, որ ինձ իշխանություն է տվել ոտնակոխ անելու օձերի ու կարիճների վրա թշնամու ողջ զորության վրա։ Նա ասել է, որ ինչ որ կապեմ երկրի վրա, կապված կլինի երկնքում, ինչ որ արձակեմ երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Այս իշխանության հիման վրա ես հայտարարում եմ։ Իմ միտքը կապող յուրաքանչյուր շղթա կոտրված է հիմա, Հիսուսի անունով։ Ես հիմա քանդում եմ յուրաքանչյուր բացասական մտածողության, յուրաքանչյուր մտավոր ամրոց, յուրաքանչյուր երակայություն, որը ապստամբում է Աստծո իմացության դեմ։ Իմ միտքն ազատ է մտածելու Աստծո մտքերի մասին։ Ազատ է խորհրդածելու խոսքի շուրջ։ Ազատ է պատկերացնելու լավ, մաքուր, արդար գեղեցիկ բաներ։ Իմ զգացմունքները կապող յուրաքանչյուր շղթա կոտրված է հիմա, Հիսուսի անունով։ Դեպրեսիա, դու այլս տեղ չունես ինձ մեջ։ Անհանգստություն, դու վտարված ես։ Կաթվածահարող վախ, դու կործանված ես։ Անկառավարելի զայրույթ, դու չեզոքացված ես։ Ես զգացմունքային ազատ եմ։ Ես կարող եմ ուրախություն զգալ։ Ես կարող եմ խաղաղություն ունենալ։ Ես կարող եմ զգալ հոգու պտուղը իր լիությամբ։ Իմ մարմինը կապող յուրաքանչյուր շղթա կոտրված է հիմա, Հիսուսի անունով։ Ֆիզիկական կախվածություններից դուք կորցնում եք ձեր ուժը։ Հարկադրանքներից դուք անջատվում եք։ Հիվանդություններից, որոնք մտել են հոգոր դռներով, դուք բուժվում եք։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է։ Այն սրբագործված է Աստծո փառքի համար։ Իմ հարաբերությունները կապող յուրաքանչյուր շղթա կոտրված է հիմա, Հիսուսի անունով։ Հակամարտությունների ձերը ընդհատված են։ Մերժման ցիկլերը վերջ են դրվել։ Սիրելու սիրված լինելու դժվարությունները հաղթահարված են։ Ես ազատ եմ առողջ, կերտող օրհնված հարաբերություններ ունենալու։ Իմ ֆինանսները կապող յուրաքանչյուր շղթա կոտրված է հիմա, Հիսուսի անունով։ Քրոնիկ աղքատություն, դու իմ ժառանգությունը չես։ Անվերջ պարտքեր, դու կվճարվես։ Փակ աշխատանքային հնարավորություններ, դու բաց ես։ Ես ազատ եմ բարգավաճելու, օրհնված լինելու, օրհնություն լինելու։ Չորրորդ փուլ, լցնում։ Շղթաները կոտրվել են։ Դռները փակվել են։ Հիմա ժամանակն է լցնել յուրաքանչյուր տարածություն Աստծո ներկայությամբ։ Սուրբ Հոգի, ես հրավիրում եմ քեզ լցնել կյանքիս յուրաքանչյուր ազատագրված ոլորտը։ Որտեղ խավար կար, բեր քո լույսը։ Որտեղ մահ կար, բեր քո կյանքը։
Որտեղ կապանք կար, հաստատիր քո ազատությունը։ Լցրու իմ միտքը քո մտքերով։ Լցրու իմ սիրտը քո զգացմունքներով։ Լցրու իմ մարմինը քո էներգիայով։ Լցրու իմ հարաբերությունները քո սիրով։ Լցրու իմ ֆինանսները քո ապահովությամբ։ Մի թող դատարկ տեղ։ Զբաղեցրու ամեն ինչ։ Իշխիր ամեն ինչի վրա։ Լիովին թագավորիր իմ մեջ։ Ես հիմա ստանում եմ Սուրբ Հոգու պտուղը իմ կյանքում։ Սեր այնտեղ, որտեղ ատելություն կար։ Ուրախություն այնտեղ, որտեղ տխրություն կար։ Խաղաղություն այնտեղ, որտեղ տանջանք կար։ Համբերություն այնտեղ, որտեղ անհանգստություն կար։ Բարություն այնտեղ, որտեղ կոպտություն կար։ Բարություն այնտեղ, որտեղ չարություն կար։ Հավատարմություն այնտեղ, որտեղ անկայունություն կար։ Նրբություն այնտեղ, որտեղ ագրեսիա կար։ Ինքնատիրապետում այնտեղ, որտեղ ինքնատիրապետման պակաս կար։ Սա այն պտուղն է, որը կլրացնի իմ կյանքը այսուհետ։ Ես հիմա հագնում եմ Աստծո զրահը, ինձ պաշտպանելու համար։ Ես գոտորում եմ մեջքս ճշմարտությամբ։ Ես հագնում եմ արդարության զրահը։ Ես հագել եմ ոտքերս խաղաղության ավետարանի պատրաստությամբ։ Ես վերցնում եմ հավատքի վահանը, չարի բոլոր կրակոտ նետերը մարելու համար։ Ես հագնում եմ փրկության սաղավարտը։ Ես կրում եմ Հոգու սուրը, որը Աստծո խոսքն է։ Ես լիովին զինված եմ։ Լիովին պաշտպանված։ Պատրաստ եմ կանգնելու անսասան։ Եթե դուք այս աղոթքն աղոթել եք անկեղծությամբ, հավատքով, փոփոխության իրական մտադրությամբ, ապա հոգոր ոլորտում ինչ-որ բան է տեղի ունեցել։ Շղթաները կոտրվել են։ Դռները փակվել են։ Ամրոցները քանդվել են։ Դուք կարող է ամեն ինչ անմիջապես չզգաք։ Որոշ ազատագրումներ ակնթարթային դրամատիկ են։ Մյուսները ժամանակի ընթացքում ծավալվող գործընթացներ են։ Բայց սերմը ցանվել է։ Հրամանն արդեն տրված է։ Եվ այն, ինչ Աստված սկսել է, նա կավարտի։ Հիմա ես պետք է ձեզ մի քանի կարևոր հրահանգներ տամ, ձեր ազատությունը պահպանելու համար։ Առաջին, պահպանեք Աստծո հետ ամենօրյա հաղորդակցությունը։ Աղոթք, խոսքի ընթերցում, գովաբանություն, երկրպագություն։ Սա ձեր հոգոր տունը լի է պահում, թշնամուն վերադառնալու տեղ չի թողնում։ Երկրորդ, հավաքվեք այլ քրիստոնյաների հետ։ Մի փորձեք միայնակ ապրել ձեր հավատքով։ Ձեզ անհրաժեշտ են եղբայրներ, քույրեր, որոնք կաջակցեն ձեզ, կխրախուսեն ձեզ անհրաժեշտության դեպքում կուղղորդեն ձեզ։ Երրորդ, զգոն եղեք։ Թշնամին կփորձի վերադառնալ։ Նա կօգտագործի նույն խայծերը, որոնք աշխատել են նախկինում։ Զգոն եղեք։ Դիմադրեք։ Եվ նա կփախչի ձեզանից։ Չորրորդ, անհրաժեշտության դեպքում դիմեք լրացուցիչ օգնության, եթե պայքարում եք ծանր կախվածությունների, խորը տրավմայի կամ անհաղթահարելի թվացող խնդիրների դեմ, դիմեք հոգորական կամ մասնագիտական քրիստոնեական խորհրդատվության։ Օգնություն խնդրելու մեջ ամոթ չկա։ Եթե այս աղոթքը հուզեց ձեզ, մտածեք այս համայնքի մի մասը դառնալու մասին, որը ամեն օր փնտրում է Աստծուն։ Միասին մենք ավելի ուժեղ ենք։ Միասին մենք կառուցում ենք մեզ։ Միասին մենք քայլում ենք ազատության մեջ։ Ես հայտարարում եմ ձեզ համար հիմա։ Դուք ազատ եք։ Դուք ազատագրվել եք Հիսուսի արյան զորությամբ։ Ձեզ կապող շղթաները կոտրվել են գետնին։ Բանտի դռները բաց են։ Դուք կարող եք դուրս գալ։ Դուք կարող եք քայլել ազատության մեջ։ Դուք կարող եք ապրել այն առատ կյանքով, որը Հիսուսը եկավ բերելու։ Այլս երբեք մի ընկալեք ձեզ որպես գերի։ Այլս երբեք մի սահմանեք ձեզ անցյալի շղթաներով։ Դուք նոր արարած եք։ Հին բաներն անցել են։ Ահա, ամեն ինչ նոր է դարձել։ Ձեր ինքնությունը հիմա Քրիստոսի մեջ է։ Եվ Քրիստոսի մեջ կա ազատություն, հաղթանակ առատ կյանք։ Տերը օրհնի քեզ, պահպանի քեզ։ Տերը իր երեսը փայլեցնի քեզ վրա, ողորմած լինի քեզ։ Տերը իր երեսը դարձնի դեպի քեզ, խաղաղություն տա քեզ։ Գնա ազատությամբ։ Գնա հաղթանակով։ Գնա Տիրոջ զորությամբ։ Ամեն։ Հաղթանակը երաշխավորված է, Սաղմոս 91, 23, 144, աղոթք անհնարին մարտերը հաղթահարելու համար։ Երբե նայել եք ձեր կյանքի որը իրավիճակի մտածել, որ անհնար է հաղթել։
Երբ զգացել եք ձեզ Դավթի պես, Գողիաթի դեմ դուրս եկած, փոքր, անպատրաստ, անբավարար զենքերով, անպարտելի թվացող հսկայի դեմ դուրս եկած։ Երբ ունեցել եք այն պահը, երբ ձեր շրջապատի բոլորն ասել են, որ ելք չկա, որ ավելի լավ է հանձնվել, որ պետք է ընդունել պարտությունը, քանի որ մարտը չափազանց մեծ է ձեզ համար։ Եթե հիմա անցնում եք այս ամենի միջով, եթե ձեր կյանքում կա մարդ, որը թվում է անհնար հաղթել, ես պետք է ձեզ ասեմ մի բան, որը ամբողջությամբ կփոխի ձեր տեսակետը։ Մարտը ձերը չէ։ Մարտը պատկանում է Տիրոջը։ Եվ երբ մարտը պատկանում է Տիրոջը, հաղթանակը երաշխավորված է։ Ես չգիտեմ, թե ինչ հսկայի հետ եք բախվում։ Դա կարող է լինել հիվանդություն, որը բժիշկները համարում են անբուժելի։ Դա կարող է լինել այնքան մեծ պարտք, որ դուք նույնիսկ չեք տեսնում դրա վերջը։ Դա կարող է լինել կախվածություն, որը տարիներ շարունակ գերիշխել է ձեզ վրա, այնքան անգամ է ձեզ ձախողել, որ կորցրել եք ազատ լինելու հույսը։ Դա կարող է լինել դատական գործընթաց, որը թվում է, թե պարտված է։ Դա կարող է լինել կործանման եզրին գտնվող ամուսնություն։ Դա կարող է լինել երեխա, որը մոլորվել է։ Դա կարող է լինել դեպրեսիա, որը համոզել է ձեզ, որ կյանքը արժանի չէ ապրելու։ Անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր անհնարին պայքարը, ես մեկ բառ ունեմ ձեզ համար։ Անհնարինը բառը, որը գոյություն չունի Աստծո բառապաշարում։ Հիսուսն ասաց. Մարդկանց համար սա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Լսեցի՞ր։ Ամեն ինչ։ Ոչ որոշ բաներ։ Ոչ մեծ մասը։ Ամեն ինչ հնարավոր է Աստծո համար։ Այն իրավիճակը, որը դու փորձել ես լուծել ամեն կերպ չես հաջողության հասել, հնարավոր է Աստծո համար։ Այն խնդիրը, որը դու տարել ես բոլորիդ, ում ճանաչում ես, ոչ ոք չգիտեր, թե ինչպես օգնել, հնարավոր է Աստծո համար։ Այն լեռը, որը թվում է անշարժ, հնարավոր է Աստծո համար։ Աստվածաշունչը լի է Աստծո զորությամբ հաղթված անհնարին ճակատամարտերի պատմություններով։ Իսրայելացիները հայտնվել էին Կարմիր ծովի ժամանակի ամենահզոր բանակի մեջ։ Փախուստը թվում էր անհնար։ Բայց Աստված բացեց ծովը։ Հեսուն դեմ առ դեմ կանգնեց Երիքովի պարիսպների առջ, որոնք համարվում էին անանցանելի։ Անհնար էր նրանց քանդել։ Բայց Աստված պատերը փլուզեց աղաղակով։ Գեդեոնն ուներ ընդամենը 300 մարդ հազարավոր բանակի դեմ։ Հաղթանակը թվում էր անհնար։ Բայց Աստված նրանց հաղթանակ տվեց։ 3 երիտասարդ եբրայեցիներին նետեցին կրակե վառարանը։ Գոյատելը թվում էր անհնար։ Բայց նրանք դուրս եկան առանց մեկ մազ այրվելու։ Դանիելին նետեցին առյուծների գուբը։ Փախուստը թվում էր անհնար կենդանի։ Բայց Աստված փակեց առյուծների բերանները։ Ղազարոսը 4 օր էր, ինչ մահացած էր, արդեն վատ հոտ էր գալիս։ Հարությունը թվում էր անհնար։ Բայց Հիսուսը նրան կյանքի կոչեց։ Այս ամենով ուզում եմ ձեզ ասել, որ Աստված, որն արեց այս ամենը, նույն Աստվածն է, որը լսում է ձեր աղոթքը հենց հիմա։ Նա չի կորցրել իր զորությունը։ Նա չի թոշակի անցել։ Նա հոգնած կամ շեղված չէ։ Նա ակտիվ է, հզոր, պատրաստ է միջամտել ձեր անհնարին պայքարին։ Բայց ես պետք է ձեզ զգուշացնեմ մի կարևոր բանի մասին։ Հաղթանակը գալիս է նրանց, ովքեր հավատում են։ Հաղթանակը գալիս է նրանց, ովքեր վստահում են։ Հաղթանակը գալիս է նրանց, ովքեր անսասան են հավատքի մեջ, նույնիսկ երբ հանգամանքները պարտություն են գոռում։ Եթե դուք մտնում եք այս աղոթքի մեջ կասկածով, անհավատությամբ, ես կփորձեմ, բայց չեմ կարծում, որ դա կստացվի մտքով, դուք սահմանափակում եք Աստծո կարողությունները։ Հիսուսը չէր կարող շատ հրաշքներ գործել Նազարեթում, մարդկանց անհավատության պատճառով։ Դա նրա կողմից զորության պակաս չէր։ Դա նրանց կողմից հավատքի պակաս էր։ Ուստի ես հարցնում եմ ձեզ. պատրաստ եք հավատալ։ Պատրաստ եք լիովին վստահել, նույնիսկ առանց տեսնելու։ Պատրաստ եք հայտարարել հաղթանակի մասին, նախքան դրսևորումը տեսնելը։ Եթե ձեր պատասխանը այո է, ապա պատրաստեք ձեր սիրտը։ Այս աղոթքը շրջադարձային կետ կլինի ձեր կյանքում։ Այսօրվանից սկսած ձեր պայքարի պատմությունը կվերաշարադրվի։ Ավարտը այլս պարտություն չի լինի։ Ավարտը կլինի հաղթանակ։ Հաղթանակ, որը փառաբանում է Հիսուսի անունը։ Հաղթանակ, որը վկայում է Աստծո զորության մասին։ Հաղթանակ, որը ձեր շրջապատի մարդկանց կստիպի հարցնել. ինչպես է սա պատահել։
Եվ դուք կկարողանաք պատասխանել. դա Աստված էր։ Դա միայն Աստված կարող էր լինել։ Երկնային Հայր, ես գալիս եմ քո գահի առջ, Հիսուս Քրիստոսի անունով, այն անունով, որը վեր է յուրաքանչյուր անունից։ Տեր, այս մարդը, ով լսում է այս աղոթքը, բախվում է մի պայքարի, որը թվում է անհնարին հաղթել։ Թվերը նրանց դեմ են։ Հանգամանքները նրանց դեմ են։ Հավատքը նրանց դեմ է։ Բայց դու, Տեր, նրանց կողմից ես։ Եվ եթե դու նրանց կողմից ես, ով կարող է նրանց դեմ լինել։ Ես խնդրում եմ, որ այս պահին դու լցնես նրանց սիրտը հավատքով։ Անսասան հավատք։ Հավատք, որը լեռներ է շարժում։ Հավատք, որը նայում է անհնարինին հայտարարում։ Դա կկատարվի, որովհետև Աստված է ասել, որ այդպես կլինի։ Հայտնաբերիր քեզ այս աղոթքում։ Թող դա միայն խոսքեր չլինեն, այլ զորություն։ Զորություն փոխակերպելու, ալիքը շրջելու, հաղթանակը երաշխավորելու համար։ Հիսուսի անունով։ Եկեք հիմա խորենք Սաղմոս 91-ի շուրջ, կենտրոնանալով հատկապես հաղթանակի խոստումների վրա, որոնք Աստված տալիս է իրեն վստահողներին։ Նա, ով բնակվում է Բարձրյալի ապաստարանում, կհանգստանա ամենակարողի ստվերում։ Առաջին բանը, որ ես ուզում եմ, որ դուք նկատեք, կհանգստանա բառն է։ Սա կարող է տարօրինակ թվալ, երբ խոսքը մարտերի մասին է։ Ինչպես կարող եք հանգստանալ պատերազմի մեջ։ Բայց հենց դա է իմաստը։ Երբ դուք գտնվում եք Բարձրյալի ապաստարանում, կարող եք հանգստանալ նույնիսկ մարտի մեջ, քանի որ գիտեք, որ Աստված պայքարում է ձեզ համար։ Դուք չեք հույսը դնում ձեր սեփական ուժերի վրա։ Դուք չեք փորձում ամեն ինչ լուծել միայնակ։ Դուք վստահում եք նրան, ով երբեք մարդ չի պարտվել։ Ես կասեմ Տիրոջ մասին։ Նա իմ Աստվածն է, իմ ապաստանը, իմ ամրոցը, ես նրան կվստահեմ։ Հայտարարեք սա հիմա ձեր կյանքի ընթացքում։ Բարձրաձայն ասեք, եթե կարող եք։ Տերը իմ Աստվածն է։ Նա իմ ապաստանն է։ Նա իմ ամրոցն է։ Նրան եմ ես վստահում։ Հավատքի այս հռչակագիրը հզոր զենք է հոգոր պատերազմում։ Երբ դուք հայտարարում եք, թե ով է Աստված, ինչպիսին է ձեր դիրքը նրա նկատմամբ, դուք հիմք եք դնում հաղթանակի համար։ Դուք չեք վախենա գիշերվա սարսափից, ոչ ցերեկը թռչող նետից, ոչ խավարում թափառող համաճարակից, ոչ կեսօրին կործանող ժանտախտից։ Թշնամին վախն օգտագործում է որպես իր գլխավոր զենք։ Եթե նա կարող է ձեզ վախեցնել, ապա նա արդեն հաղթել է ճակատամարտի կեսը։ Բայց Աստված ասում է, որ դուք պետք չէ վախենաք։ Ոչ գիշերային հարձակումներից, ոչ ցերեկային հարձակումներից, ոչ գաղտնի հարձակումներից, ոչ բացահայտ հարձակումներից։ Ոչ մի հարձակում չպետք է ստիպի ձեզ դողալ, քանի որ Աստված, որը ձեզ հետ է, ավելի մեծ է, քան ցանկացած թշնամի, որը ձեր դեմ է։ 1000-ը կարող է ընկնել ձեր կողքին, 10,000-ը ձեր աջ կողմում, բայց նրանք չեն մոտենա ձեզ։ Սա անսովոր խոստում է։ Ամենաթեժ մարտի մեջտեղում, երբ հազարավորները ընկնում են ձեր շուրջը, դուք կանգնած եք մնում։ Ոչ թե որովհետև դուք ավելի հմուտ, ավելի ուժեղ կամ ավելի լավ պատրաստված եք, այլ որովհետև Աստված գերբնական պաշտպանություն է դրել ձեզ վրա։ Թշնամու զենքերը պարզապես չեն գործում Բարձրյալի վահանով ծածկվածների դեմ։ Դուք կոտրեք առյուծին ու կոբրային, դուք կոտ կդնեք առյուծի ու օձի վրա։ Սա լիակատար հաղթանակի լեզուն է։ Դուք ոչ միայն պաշտպանվում եք թշնամուց, այլ լիովին պարտության եք մատնում նրան։ Դուք ոտնահարում եք նրան։ Դուք նրան դնում եք ձեր ոտքերի տակ։ Նույն իշխանությունը, որը Հիսուսը ցույց տվեց դժոխքի ողջ զորության վրա, տրված է ձեզ։ Դուք զոհ չեք։ Դուք հաղթող եք։ Քանի որ նա ինձ շատ է սիրել, ես նրան կփրկեմ, ես նրան բարձր կհաստատեմ, որովհետև նա ճանաչել է իմ անունը։ Նա ինձ կկանչի, ես նրան կպատասխանեմ, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, ես նրան կփրկեմ, կպատվեմ։ Ուշադրություն դարձրեք հաջորդականությանը։ Դուք Աստծուն եք կանչում, նա պատասխանում է։ Դուք նեղության մեջ եք, Աստված ձեզ հետ է։ Եվ վերջում նա ձեզ ազատում է նեղությունից, փառաբանում է։ Անհնարին մարտն ավարտվում է ձեր փառաբանությամբ։ Ոչ միայն գոյատելով, այլ պատվելով, բարձրանալով, տեսանելիորեն օրհնվելով։ Հիմա եկեք անցնենք Սաղմոս 23-ին, հասկանալու համար, թե ինչ է Աստված մեզ համար տալիս մարտի մեջտեղում։ Տերն իմ հովիվն է, ես ոչինչի կարիք չեմ ունենա։
Երբ դու մարտի մեջ ես, ամենամեծ մտահոգություններից մեկը պաշարն է։ Արդյոք դու բավարար միջոցներ ունես շարունակելու կռվելը։ Արդյոք դու ուժ ունես դիմանալու։ Արդյոք դու պաշարներ ունես կես ճանապարհին չհանձնվելու համար։ Երբ Տերն է քո հովիվը, դու անհանգստանալու կարիք չունես։ Դու ոչնչի կարիք չես ունենա։ Ֆինանսական միջոցներ ճգնաժամին դիմակայելու համար։ Դու դրանց կարիքը չունես։ Զգացմունքային ուժ ճնշմանը դիմակայելու համար։ Դու դրանց կարիքը չունես։ Իմաստություն ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Դու դրանց կարիքը չունես։ Մարդիկ, որոնք կաջակցեն քեզ։ Դու դրանց կարիքը չունես։ Ամեն ինչ, ինչ քեզ անհրաժեշտ է քո անհնարին մարտում հաղթելու համար, կտրամադրվի Հովվի կողմից։ Նա ինձ պառկեցնում է կանաչ արոտավայրերում, նա ինձ տանում է հանդարտ ջրերի մոտ։ Նա վերականգնում է իմ հոգին։ Նույնիսկ պատերազմի ժամանակ բարի հովիվը հանգստի թարմացման պահեր է տալիս։ Նա գիտի, որ դուք պետք է նորոգեք ձեր ուժերը։ Նա ձեզ առաջնորդում է դեպի վերականգնման վայրեր։ Նա հոգ է տանում ձեր հոգնած հոգու մասին։ Դուք չեք փլուզվի մարտի մեջտեղում, որովհետև հովիվը հոգ է տանում ձեր մասին։ Նույնիսկ եթե ես քայլեմ մահվան ստվերի հովտով, ես չեմ վախենա չարից, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանն ու քո ցուպը մխիթարում են ինձ։ Մահվան ստվերի հովիտ։ Սա ամենամութ, ամենավտանգավոր, ամենասպառնալի վայրն է, որ կարող ես պատկերացնել։ Եվ այնուամենայնիվ, վախենալու պատճառ չկա։ Ինչո՞վ։ Որովհետև դու ինձ հետ ես։ Աստծո ներկայությունը փոխում է ամեն ինչ։ Երբ նա քեզ հետ է, ամենամութ հովիտն էլ դառնում է անցանելի։ Ամենավտանգավոր իրավիճակը դառնում է հաղթահարելի։ Ամենաանհնարին մարտը դառնում է հաղթական։ Դուք սեղան եք պատրաստում իմ առջ իմ թշնամիների ներկայությամբ։ Այս պատկերը չափազանց հզոր է, որպեսզի արագ անցնի կողքով։ Աստված ձեզ պարզապես հաղթանակ չի տալիս ձեր թշնամիների նկատմամբ։ Նա խնջույքի սեղան է պատրաստում նրանց առջ։ Մինչ նրանք նայում են, դուք խնջույք եք անում։ Մինչ նրանք անօգնական նայում են, ձեզ սպասարկում է Աստված ինքը։ Սա թշնամու համար լիակատար, բացարձակ, նվաստացուցիչ հաղթանակ է։ Եվ սա է այն, ինչ Աստված ուզում է անել ձեր կյանքում։ Ձեր թշնամիները պետք է տեսնեն, թե ինչպես եք օրհնվում։ Նրանք, ովքեր ասում էին, որ դուք չեք հաջողության հասնի, պետք է տեսնեն ձեր հաջողությունը։ Նրանք, ովքեր խաղադրույք են կատարում ձեր պարտության վրա, պետք է ականատես լինեն ձեր հաղթանակին։ Անշուշտ, բարությունն ու ողորմությունը կհետեն ինձ կյանքիս բոլոր օրերին։ Բարությունն ու ողորմությունը ոչ միայն ուղեկցում են քեզ, այլ հետում են քեզ։ Ինչպես պատվո պահակներ, որոնք երբեք չեն լքում քեզ։ Քո կյանքի բոլոր օրերին։ Ոչ միայն հաղթանակի օրերին, այլ մարտի օրերին։ Աստծո բարությունը ներկա է։ Նրա ողորմությունը գործուն է։ Հիմա անցնենք Սաղմոս 144-ին, որտեղ Դավիթը գովաբանում է Աստծուն որպես մեկը, ով իր ձեռքերը վարժեցնում է պատերազմի մատները մարտի։ Օրհնյալ լինի Տերը, իմ ժայռը, որ մարզում է իմ ձեռքերը պատերազմի իմ մատները մարտի։ Շատ անգամ մենք անպատրաստ ենք զգում մեր առջ ծառացած մարտերին։ Մենք զգում ենք, որ մեզ պակասում է հմտությունը, փորձը կամ հաղթելու ունակությունը։ Բայց Աստված է, որ մարզում է ձեր ձեռքերը պատերազմի։ Նա ձեզ զինում է։ Նա զորացնում է ձեզ։ Նա պատրաստում է ձեզ։ Դուք կարող եք վստահորեն մտնել մարտի մեջ, քանի որ տիեզերքի լավագույն մարզիչն է ձեզ սովորեցնում։ Նա իմ բարությունն է ու իմ ամրոցը, իմ բարձր աշտարակն ու իմ ազատարարը, իմ վահանը, որին ես վստահում եմ։ Ուշադրություն դարձրեք, թե քանի տիտղոս է Դավիթն օգտագործում նկարագրելու համար, թե ինչ է Աստված իր համար, բարություն, ամրոց, բարձր աշտարակ, ազատարար, վահան։ Այս տիտղոսներից յուրաքանչյուրը ներկայացնում է Աստծո պաշտպանության հոգատարության մի կողմը մարտում։ Նա բարի է, ուստի դուք կարող եք վստահել նրա մտադրություններին։ Նա ամրոց է, ուստի դուք ապաստան գտնելու տեղ ունեք։ Նա բարձր աշտարակ է, ուստի դուք գտնվում եք բարձր դիրքում, ռազմավարական առավելությամբ։ Նա ազատարար է, ուստի թշնամու ոչ մի բան չի կարող ձեզ պահել։ Նա վահան է, ուստի հարձակումները չեն կարող ձեզ հասնել։ Տեր, ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, մարդու որդին, որ դու հոգ ես տանում նրա մասին։ Դավիթը զարմանում է այն փաստից, որ ամենակարող Աստված հոգ է տանում մարդկանց մասին։
Ով ենք մենք, որ տիեզերքի արարիչը պետք է հոգ տանի մեզ մասին։ Որ նա հոգ տանի մեզ մասին։ Որ նա մղի մեր մարտերը։ Սա մաքուր շնորհ է։ Մենք դրան արժանի չենք, բայց ստանում ենք այն։ Մենք արժանի չենք, բայց սիրված ենք։ Տեր, խոնարեցրու քո երկինքը իջիր, դիպչիր լեռներին, դրանք կծխեն։ Փայլիր քո կայծակներով ցրիր դրանք, ուղարկիր քո նետերը ջարդիր դրանք։ Երկարիր քո ձեռքը վերից, ազատիր ինձ, փրկիր ինձ շատ ջրերից։ Սա աստվածային միջամտության աղոթք է։ Դավիթը խնդրում է Աստծուն իջնել երկնքից անձամբ մարտնչել, որ նա օգտագործի իր ամբողջ երկնային զինանոցը թշնամիների դեմ, որ նա մեկնի իր ձեռքը փրկի վտանգից։ Սա այն աղոթքն է, որը մենք այսօր անում ենք։ Աստված, իջիր, միջամտիր, պայքարիր, հաղթիր, արա այն, ինչ միայն դու կարող ես անել։ Ես նոր երգ կերքեմ Աստծուն, 10 լարանոց սաղմոսարանով գովաբանեմ քեզ։ Դու ես, որ ազատում ես թագավորներին, դու, որ ազատում ես Դավթին, քո ծառային, չար սրից։ Դավիթն արդեն սպասում է հաղթանակին։ Նախքան արդյունքը տեսնելը, նա արդեն պլանավորում է տոնակատարության երգը։ Սա է հավատքը։ Գովաբանել տեսնելուց առաջ։ Շնորհակալություն հայտնելուց առաջ, ստանալուց առաջ։ Հաղթանակ հայտարարելուց առաջ, այն դրսևորվելուց առաջ։ Ես ուզում եմ, որ դու դա անես հիմա։ Սկսիր շնորհակալություն հայտնել Աստծուն գալիք հաղթանակի համար։ Սկսիր գովաբանել այնպես, կարծես այն արդեն տեղի է ունեցել։ Սա հաճելի է Աստծո սրտին, ազատում է նրա զորությունը ձեր իրավիճակում։ Հիմա ես հատուկ կաղոթեմ ձեր անհնարին պայքարում հաղթանակի համար։ Երկնային Հայր, Հիսուս Քրիստոսի անունով ես գալիս եմ քո առջ, բարեխոսելով այս մարդու համար, ով բախվում է մի պայքարի, որը կարծես անհնար է հաղթել։ Տեր, դու գիտես իրավիճակի յուրաքանչյուր մանրուք, դու տեսնում ես այն, ինչ մարդկային աչքերը չեն կարող տեսնել, դու գիտես, թե ինչ է պատահելու նախքան դա տեղի կունենա, եւ ես խնդրում եմ քեզ միջամտել հզոր, գերբնական, միանշանակ ձով։ Եթե այս մարդը առողջական պայքարի է բախվում, ես հիմա ապաքինման համար աղաղակում եմ։ Ես հայտարարում եմ, որ ոչ մի հիվանդություն ավելի ուժեղ չէ, քան Հիսուս Քրիստոսի բուժիչ ուժը։ Նույն Հիսուսը, որը բուժեց բորոտներին, կույրերին, կաթվածահարվածներին, արյունահոսություն ունեցողներին, այսօր կենդանի է ակտիվ։ Ես հրամայում եմ, որ վերականգնվի յուրաքանչյուր հիվանդ բջիջ, որ վերականգնվի յուրաքանչյուր վնասված օրգան, որ չեղյալ հայտարարվի յուրաքանչյուր բացասական ախտորոշում։ Բժիշկները կարող էին ասել, որ հույս չկա, բայց դու, Տեր, հույսն ես։ Ես հայտարարում եմ լիակատար, հրաշագործ ապաքինման մասին, որը գիտությանը խոսք չի կտրի։ Եթե այս մարդը ֆինանսական պայքարի առաջ է կանգնած, ես հիմա աղաղակում եմ պաշարների համար։ Ես հայտարարում եմ, որ դու Եհովա Ջիրեհն ես, Աստվածը, որը հոգ է տանում ամեն ինչի մասին։ Ոչ մի պարտք չափազանց մեծ չէ քեզ համար։ Ոչ մի ճգնաժամ անհնար է լուծել։ Ես հրամայում եմ բացել դռներ աշխատանքի, բիզնեսի հնարավորությունների համար։ Ես հրամայում եմ, որ ռեսուրսները կհայտնվեն անսպասելի աղբյուրներից։ Ես հրամայում եմ պարտքերի գերբնական չեղարկում։ Ես հրամայում եմ, որ այս մարդը անցնի սակավությունից դեպի առատություն, պակասից դեպի առատություն, տառապանքից դեպի բարգավաճում։ Եթե այս մարդը իր ամուսնության մեջ պայքարի է բախվում, ես կոչ եմ անում վերականգնել այն հիմա։ Ես հայտարարում եմ, որ այն, ինչ Աստված միավորել է, թող մարդը չբաժանի։ Ես հրամայում եմ, որ թշնամու յուրաքանչյուր հարձակում այս ամուսնության դեմ չեզոքացվի։ Ես հրամայում եմ հասցված վերքերի բուժումը։ Ես հրամայում եմ ներողամտություն այնտեղ, որտեղ վիրավորանք կա։ Ես հրամայում եմ նորացված սեր այնտեղ, որտեղ սառնություն կա։ Ես հրամայում եմ հաղորդակցություն այնտեղ, որտեղ լռություն կա։ Ես հրամայում եմ մտերմություն այնտեղ, որտեղ հեռավորություն կա։ Այս ամուսնությունը կվերականգնվի Աստծո փառքի համար։ Եթե այս մարդը երեխայի համար պայքարի է բախվում, ես հիմա միջամտության կոչ եմ անում։ Ես հայտարարում եմ, որ այս երեխան կվերադառնա Տիրոջ ճանապարհներին։ Ես հրամայում եմ, որ նրա մտքի վրա աշխարհիկ ամեն մի կախարդանք կոտրվի։ Ես հրամայում եմ, որ ամեն չար ազդեցություն վերացվի։ Ես հրամայում եմ, որ Սուրբ Հոգին անդիմադրելիորեն կհասնի նրա սրտին։ Ես հրամայում եմ, որ նա կապաշխարի, կդարձվի, կծառայի Տիրոջը։ Ես իմ տունը կծառայենք Տիրոջը։ Այս խոստումը ձեզ ձեր սերունդների համար է։
Եթե այս մարդը բախվում է իրավական պայքարի, ես հիմա արդարություն եմ աղաղակում։ Ես հայտարարում եմ, որ դու ես ամբողջ երկրի դատավորը, որ դու արդարություն ես գործում։ Ես հրամայում եմ, որ ամեն սուտ բացահայտվի, որ ամեն ճշմարտություն լույս աշխարհ գա, որ ամեն ծրագիր խափանվի։ Ես հրամայում եմ բարեհաճություն դատավորների իշխանությունների առջ։ Ես հրամայում եմ, որ այս գործընթացի արդյունքը լինի բարենպաստ, զարմանալի փառաբանող քո անունը։ Եթե այս մարդը բախվում է հուզական կամ մտավոր պայքարի, ես հիմա աղաղակում եմ ազատագրման համար։ Ես հրամայում եմ, որ Հիսուսի անվան զորությամբ կոտրվի ողջ դեպրեսիան, որ վերածվի ողջ անհանգստությունը, որ բուժվի ողջ տրավման, որ քանդվի յուրաքանչյուր մտավոր ամրոց։ Քրիստոսի միտքը տրվում է այս մարդուն։ Խաղաղությունը, որը գերազանցում է ողջ հասկացողությունը, պահպանում է նրանց սիրտն ու միտքը։ Տիրոջ ուրախությունը նրանց ուժն է։ Անկախ մարտից, ես հայտարարում եմ հաղթանակ։ Ոչ թե մասնակի հաղթանակ, լիակատար հաղթանակ, ոչ թե անորոշ ապագա հաղթանակ։ Հաղթանակը երաշխավորված է Հիսուսի արյան զորությամբ։ Այս մարդը հաղթված է։ Թշնամին պարտված է։ Իրավիճակը հենց հիմա փոխվում է։ Ես ուզում եմ, որ դուք բարձրացնեք ձեր ձեռքերը, որտեղ էլ որ լինեք։ Եթե ֆիզիկապես չեք կարող, բարձրացրեք դրանք ձեր սրտում։ Եվ ես ուզում եմ, որ դուք բարձրաձայն հայտարարեք ինձ հետ. Պատերազմը Տիրոջն է, հաղթանակը իմը։ Ես ավելին եմ, քան հաղթող, նրա միջոցով, ով սիրեց ինձ։ Իմ դեմ շինված ոչ մի զենք չի հաջողվի։ Ինչը անհնար էր ինձ համար, հնարավոր է Աստծո համար։ Ես կհաղթեմ այս մարդում։ Ես հրաշքի ականատես կլինեմ։ Ես ապագա սերունդներին կպատմեմ, թե ինչ է Աստված արել ինձ համար։ Հաղթանակը իմն է, Հիսուսի անունով։ Հիմա ես ձեզ մի քանի հրահանգներ եմ տալու, առաջիկա օրերին հաղթողական տրամադրություն պահպանելու համար։ Առաջին, այլս մի խոսիր պարտության մասին։ Քո խոսքերն ունեն զորություն։ Աստվածաշունչն ասում է, որ մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են։ Եթե թողնես այս աղոթքը սկսես ասել, որ իրավիճակն անհնար է, որ չես հաջողի, որ ամեն ինչ կորած է, դու խաթարում ես այն, ինչ Աստված ուզում է անել։ Զգույշ եղիր քո բերանից։ Խոսիր միայն հավատքի, հաղթանակի, հույսի խոսքեր։ Երկրորդ, մի թողեք, որ վախը վերադառնա։ Թշնամին կփորձի վերադարձնել այն վախը, որը վանվել էր այս աղոթքում։ Նա կներկայացնի ապացույցներ, վիճակագրություն, անցյալի պարտությունների հիշողություններ։ Մի լսեք։ Դիմադրեք։ Հայտարարեք խոսքը։ Վախը տեղ չունի ձեր կյանքում։ Երրորդ, շարունակեք ամեն օր փնտրել Աստծո ներկայությունը։ Այս աղոթքը հզոր է, բայց այն չի փոխարինում անընդհատ հաղորդակցության կյանքին։ Աղոթեք ամեն օր։ Կարդացեք խոսքը ամեն օր։ Գովաբանեք ամեն օր։ Որքան ավելի կապված լինեք Աստծո հետ, այնքան ավելի ուժեղ կլինեք պայքարում։ Չորրորդ, շրջապատեք ձեզ հավատքի մարդկանցով։ Հեռու մնացեք հոռետեսներից, անհավատներից, նրանցից, ովքեր միայն խնդիրներ են տեսնում։ Մտերիմացեք այն մարդկանց հետ, ովքեր աղոթքով կհամաձայնվեն ձեզ հետ, ովքեր կխրախուսեն ձեզ, ովքեր կհիշեցնեն ձեզ Աստծո խոստումների մասին, երբ դուք մոռանաք։ Եթե այս աղոթքը ձեզ ոգեշնչել է, եթե լսելիս ձեր մեջ ինչ-որ բան փոխվել է, ես ձեզ խրախուսում եմ լինել այս համայնքի մի մասը, որը միասին փնտրում է Աստծուն։ Երբ դուք քայլում եք նրանց կողքին, ովքեր նույնպես մարտնչում են, հավատում են հաղթանակին, դուք ուժ եք գտնում դժվար ժամանակներում դիմանալու համար։ Ես կեզրափակեմ ձեր կյանքի մասին մարգարեական խոսքով։ Այսպես է ասում Տերը, այս ճակատամարտը, որին դուք բախվում եք, չի կործանի ձեզ։ Այն կամրապնդի ձեզ։ Այն կհասունացնի ձեզ։ Այն կպատրաստի ձեզ գալիք ավելի մեծ բաների համար։ Հսկան կընկնի։ Պատերը կփշրվեն։ Ծովը կբաժանվի։ Հնոցը չի այրի ձեզ։ Առյուծները չեն կուլ տա ձեզ։ Դուք դուրս կգաք այս իրավիճակից, ձեր ձեռքերում հզոր վկայություն ունենալով։ Դուք կնայեք հետ նույնիսկ երախտապարտ կլինեք ճակատամարտի համար, քանի որ կճանաչեք, որ հենց դրանում եք ավելի խորը ճանաչել Աստծուն։ Հաղթանակը քոնն է։ Ոչ վաղը։ Ոչ մեկ տարի անց։ Հիմա։ Այն պահին, երբ դու հավատացիր, հաղթանակը երաշխավորված էր հոգոր ոլորտում։
Հիմա միայն ժամանակի հարց է, թե երբ այն կդրսևորվի բնական աշխարհում։ Մնացիր ուժեղ։ Շարունակիր հավատալ։ Շարունակիր հայտարարել։ Դրսևորումը մոտ է։ Զորքերի Տերը ձեզ հետ է։ Պատերազմների Աստվածը ձեզ համար է կռվում։ Հուդայի ցեղի առյուծը մռնչում է ձեր օգտին։ Եվ երբ նա մռնչում է, թշնամիները դողում փախչում են։ Գնացեք խաղաղությամբ։ Գնացեք հաղթանակով։ Գնացեք վստահությամբ, որ չեք պարտվի, որովհետև նա, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ աշխարհում է։ Տերը օրհնի քեզ, պահպանի քեզ։ Տերը իր երեսը փայլեցնի քեզ վրա, ողորմի քեզ։ Տերը իր երեսը դարձնի դեպի քեզ, խաղաղություն տա քեզ։ Ամեն, ամեն։